Այսօրվա կոնֆերանսը ես ողջունում եմ եւ շատ ուրախ եմ իմ մասնակցությունը այս կոնֆերանսում ապահովելով, որովհետեւ այսօրվա կոնֆերանսը շատ մեծ գիտելիքներ եւ նորամուծություններ է տալիս յուրաքանչյուր բժշկի, ով ներկա է այս կոնֆերանսին։ Ամբողջ աշխարհում զարգանում է տեխնիկան եւ մենք բժիշկները սպարտավոր ենք հասցնել դրա հետևից իրազեկ լինելու, իրազեկվելու եւ այդ ամենը տեղայնացնելու եւ աշխատելու յուրաքանչյուր շաքարախտ ունեցողի հետ։ Այս սարքը, այսպես կոչված ակուչեկ խելացի ուղեցույցը, ինչպես համակարգն է կոչվում, շատ կարևորում է յուրաքանչյուր շաքարախտ ունեցողի կյանքը, ապրելակերպը, ոճը եւ այլն։ Սա միայն բազմաթիվ անգամներ մատը չծակելու եւ շաքարը գլուկոզան արյան մեջ որոշելու հնարավորություն չէ, սա շատ չնչին կարևորությունն է սարքի։ Սարքը հնարավորություն է տալիս, այս ուղեցույցը հնարավորություն է տալիս բարելավելու շաքարախտով հիվանդի կյանքը, երկարաձգելու բարդությունների առաջացումը, իսկ որ ամենակարևորն է կյանքին հրաժեշտ տալ շաքարախտով հիվանդը ժամանակից շուտ իհարկե ոչ մեկի համար դա ցանկալի չէ, իսկ այս հնարավորություն է տալիս երկարաձգելու շաքարախտ ունեցողի կյանքը, բացատրեմ միտքս ինչու։ Ոչ մի շաքարախտով հիվանդ չի մահանում, եթե շաքարարյան գլուկոզան բարձր է։ Դրանք ուղղակի պետք է կարգավորենք բարդություններից խուսափելու համար։ Բայց երբ գլուկոզայի քանակությունը արյան մեջ իջնում է, ինչպես մենք ենք անվանում բժիշկներս ունենում ենք հիպոգլիկեմիաներ, հենց այդ պահին, հենց այդ վայրկյանին հիվանդը կարող է կյանքին հրաժեշտ տալ։ Հիպոգլիկեմիաների վտանգավորությունը անընդհատ խոսվում է։ Եվ ինչպես գիտենք, յուրաքանչյուր շաքար իջեցնող դեղամիջոց գնահատման սկզբունքներից մեկն է, թե քանի անգամ նա կարող է առաջացնել հիպոգլիկեմիա, կարող է առաջացնել թե ոչ, այսինքն դեղամիջոցի ռիսկային գոտին ինչպիսին է եւ ինչքան դա բարձր է, այնքան վատ է այդ դեղամիջոցին բնորոշում։ Տվյալ դեպքում այս սարքը հնարավորություն է տալիս ոչ միայն որոշելու արյան գլիկեմիայի քանակությունը, ահազանգելու նաև, եթե իրոք շաքարն իջել է, գլուկոզան իջել է արյան մեջ, այլ նաև կանխատեսելու։ Իսկ դա փրկում է յուրաքանչյուր հիվանդին գիշերային հիպոգլիկեմիաներից, ցավոք սրտի։ Երկրորդ տիպի շաքարախտի ժամանակ, երբ որ ոչ միայն հաբեր են ստանում, այլ նաև բանը հասնում է նաև ինսուլինոթերապիային, կարևորագույն պահ է, որ քնի մեջ հիվանդի մոտ տեղի չունենա այդ գլուկոզայի անկումը, հիպոգլիկեմիան, քանի որ մենք բոլորը շատ լավ գիտենք, մահվան պատճառ է հանդիսանում գիշերը քնի մեջ հիպոգլիկեմիայի պատճառով սրտամկանի սուրինֆարկտի առաջացումը, կաթվածի առաջացումը, իսկ որ ամենավտանգավորն է սրտի կանգը։ Եթե հիվանդը քնելուց առաջ հնարավորություն ունենա այս սարքի միջոցով կանխատեսելու, որ նրա մոտ կլինի այդ հիպոգլիկեմիան քնի ժամին, թե ոչ, սա կարևորագույն պահ է կրճատելու շաքարախտով հիվանդների մահվան տոկոսը։ 1. Ինչու, որովհետև նույնիսկ առողջ մարդկանց մոտ մենք գիտենք, որ շատ հետաքրքիր բան է տեղի ունենում, որի անունն է առավոտյան արջալույսի սինդրոմ։ Այսինքն բոլոր օրգանիզմներում բնությունից տրված է, որ եթե մարդը ուտում է վերջին անգամ ժամը 7-ին 8-ին, գլուկոզան սկսում է յուրացվել, եթե մարդը շաքարախտ չունի, առողջ է, եւ գիշերվա մի ժամը 3-ից 5-ը տեղի ունենում գլուկոզայի անկում, քանի որ նա արդեն յուրացվել է եւ մարդը քնած է, չի ուտում։ Այդ պահին շաքարը սկսում է իջնել գլուկոզան, առողջ մարդու մասին է խոսքը։ Իջնելու պահին արյան մեջ լցվում են հորմոններ, որոնք հակազդում են ինսուլինի ազդեցությանը եւ որոնք ուժեղացնում են այսպես կոչված գլուկոնեոգենեզը, այսինքն ներքին գլուկոզայի ծնունդը, որով ապահովում է այդ ժամերին, երբ մարդը քնած է, որ տեղի չունենա հիպոգլիկեմիա։ Հակառակ դեպքում նույնիսկ առողջ մարդը կարող է ունենալ սրտի կանգ, երբ որ չկա գլուկոզա, այսինքն չկա ատև։ Հիմա, իսկ եթե հիվանդը, եթե ստանում է դեղամիջոցներ, որոնք որ պետք է նրա համար, որ գլուկոզան իջեցվի, ստանում են ինսուլին, առավել եւս քնելուց առաջ, այդ հիվանդների մոտ հավանականությունը, որ կարող է լինել հիպոգլիկեմիա գիշերը քնած ժամանակ, առավոտվա արշալույսին ժամը 3-ից 5-ը, հավանականությունը շատ ավելի մեծ է բնականաբար, քան մարդու, որը առողջ է եւ չունի շաքարախտ։ Այս համակարգը, այս ուղեցույցը հնարավորություն է տալիս
կանխատեսելու քնելուց առաջ նա կունենա այդ շաքարի անկումը, բնականաբար միջոցներ ձեռք կառնի, եթե դա սպասվում է, կարող է ինսուլինի դոզան պակասեցնել, կարող է դեղահաբը եւ կարող է վերջին աշուն մի փոքր սնունդ ընդունել, մի խոսքով իրեն կապահովի, այսպես ասած կապահովագրի քնի մեջ սրտի կանգից։ Սա ես կարող եմ ինձ թույլ տալ ասել այս համակարգի ամենաառավելագույն հաջողությունն է, որովհետև այլ բան պատկերացնել այս սարքից հետո այս ուղղակիորեն հնարավոր չէ ինձ համար։ Եվ որպես երկար տարիների աշխատանքային ստաժ ունեցող էնդոկրինոլոգ, մարդ, որը երկար տարիներ բուժել է հարյուրավոր, հազարավոր շաքարախտ ունեցողների, ես ուղղակի հիացած եմ այս սարքի գիտնականների մտքի թռիչքի եւ այս հնարավորությունը ստեղծելու։ Իսկ որ ամենակարևորն է, մենք Հայաստանում մեր հնարավորություններով մեր տեղը համաշխարհային բանկի շարքում շատ լավ գիտենք մենք որտեղ են գտնվում, որ զարգացման աստիճանում ենք եւ այսօր մենք Հայաստանում ունենք այդ հնարավորությունը, սա ուղղակի ֆանտաստիկա է։ Ավելի լավ բան պատկերացնել շաքարախտով հիվանդի համար ուղղակիորեն հնարավոր չէ։ Եվ ես խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրին, թե բժշկի եւ թե հիվանդի, նա ով լսում է այսօր իմ խոսքը այս պահին, ամենափոքր հնարավորության դեպքում ձեռք բերելու եւ օգտագործելու այս սարքավորումը, դրանով իսկ ապահովագրելու իր հետագա կյանքը եւ ապրելակերպը։